Ներքաղաքական ամեն տեսակի խարդավանքները, դավադրությունների տեսության ոճով կանխատեսումները եւս մեկ անգամ փաստում են։ Նախագահական ընտրությունները նախորդների նման լինելու են լարված։ Դուք դիտում եք 7 օր հարցազրույցը, բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը։ Տիկին Թադևոսյան, ինչպիսին է մթնոլորտը Հայ ազգային կոնգրեսում։ Հայ ազգային կոնգրեսում մթնոլորտը միշտ մնում է կայուն լավ։ Քննարկումներ լինում են, քաղաքորդի նիստերում իհարկե լինում են տարաձայնություններ, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդում Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ուժերի փոխհարաբերությունների վրա եւ ամենայն դեպս շատ կարեւոր հարցերի քննարկումը մեծ հնարավորություն է տալիս կոնսենսուսով եզրակացությունների գալ։ ՀԱԿ-ի ներսում լարվածությունների մասին սկսեցին խոսել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո դրանք կրկին ակտիվացել են այսօր նախագահականի նախաշեմին։ Ինչով եք դա բացատրում։ Ինչով է դա պայմանավորված է ձեզ։ Դրա բացատրությունը տալիս է մամուլը, հիմնականում դա կապված է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հետ։ Խնդիրը նրանում է, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող որոշ քաղաքական ուժեր, որոշ անհատներ ուղղակի չեն համաձայնվում կամ չեն ուզում հարմարվել այն մտքի հետ, որ նախկինում իշխանական մաս կազմող քաղաքական ուժի հետ հնարավոր է համագործակցել, նաև հաստատելով, որ այդ քաղաքական ուժը կրում է 2008 թվականից հետո երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը եւս, այսինքն կիսում է այդ պատասխանատվությունը քաղաքական մեծամասնության հետ։ Կապում են նաև ԲՀԿ առաջնորդի մասնակցությունը մարտի 1-ի ջարդերի հետ։ Ես դատավորի դեր չեմ ուզում ստանձնել եւ չեմ կարող այդ հարցին տալ այն պատասխանը, թե որքանով է նման փաստարկները ճշմարտացի թե ոչ, մի բանում հաստատ համոզված եմ, որ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր գործիչ, յուրաքանչյուր անձ, ինչպիսի պաշտոն էլ որ նա զբաղեցնի, մի օր պետք է պատասխան տա իր արարքների։ Բայց խնդիրը այդ հարթության մեջ չէ։ 2008-ին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը այդ գործընթացներին պատասխանատվություն են կրում բոլորը։ Պատասխանատվություն կրում են բոլորը, պատասխանատվություն ավելի շատ կրում են նրանք, ովքեր արյուն թափեցին։ Ես կարծում եմ, որ մեր ազգի համար շատ կարևոր է, որպեսզի ժողովրդավարությունը արյունով չներկվի։ Ժողովրդավարությունը պետք է լինի ամբից, ժողովրդավարությունը պետք է լինի փայլուն, վստահելի եւ հուսալի։ Եթե ժողովրդավարության վրա մի բիծ անգամ լինում է, դրա պատասխանը տալը ավելի դժվար է, քան եթե կա այլ տիպի պատասխանատվություն, որը արյան հետ գործ չունի։ Այդ դեպքում ինչպես կբացատրեք հետեւյալ երևույթը, իշխանական մամուլը բացառապես Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է հատկապես վերջին շրջանում դրական լույսի ներքո, եւ ճիշտ հակառակը, քննադատության շատ ուժեղ ալիք ուղղված է Լևոն Զուրաբյանի դեմ, դա ինչպես կմեկնաբանեք, քանի որ երկուսի դիրքորոշումն է գիտեք։ Քանի որ այս իշխանությունների համար մուտիլովկան քաղաքական կատեգորիա է, ես միայն կարող եմ ասել, որ դա մուտիլովկայի շրջանակներում է, իհարկե ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր այս բառը իմ շուրթերից լսում են, որտեղ դա սազական չէ ինձ այդպիսի արտահայտություն անելու, բայց ասում եմ, դա քաղաքական կատեգորիա է եւ ես այլ բառ չեմ կարողանում գտնել բնորոշելու համար մարդկանց վարքագիծը, ովքեր գործում են հենց այդ դաշտում։ Դա բնորոշ հատկանիշ է։ Ուստի ես չեմ ուզում դա մեկնաբանել, որտեղ դա առնվազն ծիծաղելի է։ Եթե Նիկոլ Փաշինյանին փորձում են հանել Հայ ազգային կոնգրեսի դեմ, ես դա համարում եմ ուղղակի այնպիսի մարդկանց այսպես կոչված փակուղում գտնված ուղեղի արգասիկ, որ այլ բանի ընդունակ չէ։ Լավ, մեկ այլ երևույթ, նրանք ովքեր դուրս եկան Հայ ազգային կոնգրեսից, կապ չունի ինչ պատճառներով, անմիջապես լծվեցին աշխատանքին ի հակառակ Սերժ Սարգսյանի քաղաքական մրցակիցներին։ Դա եւս եք ուզում մեկնաբանել։ Այսինքն սկսեցին քննադատել բոլոր հնարավոր քաղաքական մրցակիցներին, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստանին, նրանք ովքեր դուրս եկան Հայ ազգային կոնգրեսից։ Այսինքն նրանք հիմնականում քննադատում էին Հայ ազգային կոնգրեսի որոշումը ԲՀԿ-ի հետ համագործակցելու առումով։ Ես կարծում եմ ինչու չէին քննադատում, այդ թվում նաև դուք չեք քննադատում իշխանությունների հետ երկխոսությունը, երբ որ գնաց Հայ ազգային կոնգրեսի։ Ինչի դա համարում եք նորմալ քաղաքականության մեջ տեղավորվող, իսկ այս երկխոսությունը քննադատում եք։ Ասեմ ձեզ,
այդ հարցը մշտապես բարձրացվում է։ Ես կարծում եմ, որ որևէ մեկի համար կասկածելի չէ, որ Հայ ազգային կոնգրեսը, չնայած 15 քաղաքական ուժերի դա միավորում է, բայց ունենալով տարբեր գաղափարական, կուսակցական մոտեցումներ մի շարք հարցերի լուծման կապակցությամբ, միևնույն ժամանակ այդ ուժերը միավորված են, որտեղ դրանք ազգային պետականամետ ուժեր են։ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ոչ մի քաղաքական ուժ բանդիտական սկզբունքներով չի առաջնորդվում։ Եթե մենք մտածում ենք մեր երկրում ժողովրդավարություն հաստատելու մասին, եթե մենք մտածում ենք մեր երկիրը քիչ թե շատ առաջընթացի ուղու վրա դնելու մասին, մենք իրավունք չունենք այս քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում հնարավոր ցանկացած մոտեցում չօգտագործել։ Իսկ հնարավոր է պարտավոր ենք դա անել, որտեղ մենք քաղաքակիրթ ուժ ենք։ Հենց այդ քաղաքակիրթ ուժ լինելու տեսանկյունից է նաև, որ մենք համագործակցում ենք ԲՀԿ-ի հետ։ Այսինքն ուրիշները մեզ մեղադրում են այն բանում, որ մենք համագործակցում ենք իշխանության մաս կազմող ուժի հետ, բայց մենք նաև հասկանում ենք, որ ԲՀԿ-ն ունի պոտենցիալ, ԲՀԿ-ի հետևում կանգնած է ժողովուրդ, 400,000 եւ ավելի, դրանք մեր հայրենակիցներն են, մեր ժողովուրդն է, մեզ երբեք միևնույն չէ նրանց հույզերը, նրանց ապագան, նրանց իրենց հայրենիքի մասին պատկերացումները։ Մենք չենք ուզում այդ պատկերացումներն իրացվեն մեր երկրից դուրս, ուրեմն մենք պետք է միասնական լինենք, գոնե մեր ժողովրդի համար մի որևէ դրական հարց լուծել։ Ինչ է կարծում, հնարավոր է, որ այս մոտեցումը այնքան ընդլայնվի, որ վերածվի ավելի խոշոր դաշինքի նախագահական ընտրություններից առաջ։ Հիշում եք, խոսում էր կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան։ Այս մոդելը հնարավոր է գործի։ Ես կարծում եմ, որ պետք է գործի, որտեվ ԲՀԿ-ի շարքային անդամները, ում ես ճանաչում եմ, բավականին պարկեշտ անձնավորություններ են, հայրենասիրներ են, մարդ են, իսկական հայ մարդիկ։ Ես ճանաչում եմ ԲՀԿ-ի առաջնորդի նրա գործունեությամբ, ով բարեգործություններ է իրականացնում երկրում, եւ հաճախ ես ուզում եմ համեմատություն անել այլ օլիգարխների հետ, որևէ մեկ այլ օլիգարխ նման մոտեցում ցուցաբերում է բնակիչների ազգաբնակության առօրյա հոգսերի նկատմամբ։ Ես չեմ ուզում նրան աստվածացնել եւ բոլորովին չեմ հասկանում այն գովազդը, որը անընդհատ գնում է կենտրոն հեռուստատեսության եթերում, երբ որ մարդը բարեգործություն է անում։ Այ դա ես չեմ հասկանում եւ ինձ համար դա ընդունելի չէ։ Բարեգործը պետք է լինի թաքնված, բարեգործը պետք է իր բարի գործը անի եւ Աստծո առաջ պատասխան տա իր արած գործերի համար եւ իր խղճի առաջ պետք է պատասխանա։ Ես ուզում եմ այս թեման ավարտել, որպեսզի ինձ սխալ չհասկանան։ Ես այստեղ Գագիկ Ծառուկյանի գովազդը չեմ անում Քավլիցի։ Ես այստեղ անում եմ հետեւյալ կարևոր եզրակացությունը, որ մարդու գործունեության մեջ հնարավոր է նաեւ բացասական էջեր կենսագրության մեջ լինեն այնպիսի էջեր, որոնք շատերին դուրս չգան։ Իսկ քաղաքական դաշտում կա մեկ անձ, ում 100%-ով բոլորը ընդունում են, չկա։ Եթե աշխարհում չկա քաղաքական դաշտում չկա։ Դատավորի դեր չստանձնենք եւ եթե մենք կարողանանք այսպիսի առայժմ ոչ արմատական դիմության դերում հանդես եկող քաղաքական ուժի հետ համագործակցել, ինչպես նաև խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ընդդիմադիր ուժերի, այո դա կլինի հզոր դաշինք։ Սերժ Սարգսյանի հնարավորությունները շատ փոքր են։ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մարդիկ առաջնորդում։ Ինչու են փոքր, օրինակ նույն հանրապետականը լրիվ հակառակն է պնդում։ Նույն իհարկե նրանք պետք է պնդեն։ Իրենք կարող են ասել միայն այն հնարավորությունների մասին, որը կոչվում է ֆինանսական ռեսուրս, այն հնարավորությունների մասին, որը կոչվում է վարչական ռեսուրս, բայց ամենակարևորը մարդկային ռեսուրսն է, որի հոգու մեջ կա սեր, որի հոգու մեջ կա նվիրվածություն հանդեպ այն գործին, որի կողքին նա կանգնում է։ Այդ ռեսուրսը ունի։ Հանրապետական կուսակցությունը այդպիսի ռեսուրս չունի։ Նրա ռեսուրսը վախի ռեսուրսն է։ Այբ որ բախվում են վախի ու սիրո ռեսուրսները, սերը միշտ հաղթանակած է դուրս գալիս։ Ես դրանում համոզված եմ։ Քիչ ավելի ռոմանտիկ ոլորտ մտնում։ Ես ռոմանտիկ չեմ։ Ես գտնում եմ, որ երբ որ դու սիրում ես, քո գործին նվիրված ես, իսկ այդ սերը քո հայրենիքն է։ Եթե այդ հայրենիքը
դու սիրում ես, քո շահը դառնում է պետական շահը, ազգային շահը։ Իսկ եթե դու չես սիրում այդ հայրենիքը, վախեցնելով ես քո կողքին մարդկանց կանգնեցնում, քո շահը լինում է քո գրպանը։ Բայց ստացվում է, որ իշխանությունները չեն սիրում հայրենիքը ձեր ասած։ Այո, չեն սիրում։ Հայրենիք սիրող բայց դա լուրջ մեղադրանք է։ Լուրջ մեղադրանք է, թող փորձեն պատասխանել այդ մեղադրանքին։ Դա ինձ ընդհանրապես չի հուզում, թե ինչքանով է լուրջ։ Ապա թող փորձեն ասել, ինչու տարեկան 100,000 մարդ է երկիրը լքում, ում շնորհիվ, այս իշխանությունների շնորհիվ չի, որ դա տեղի է ունենում։ 10 տարի հետո հայրենիքում մարդ չի մնա, ով է դրա պատասխանը տալու։ Մեզ պետք է Հայաստանն առանց հայերի, դա պետք էր թուրքերին։ Այսինքն ստացվում է 15 թվից 2 ասկարի սինդրոմը չեն կարողանում հաղթահարել։ Այն ժամանակվա 2 ասկարը այսօր էլ կան այս երկրում։ Չեն կարողանում ձիուց իջեցնել այդ ասկերներին։ Իջեցնենք մեր երկիրը կարգի բերենք, չեն կարող անverջ գնալ կործանման ճանապարհով։ Գահավիժում ես ու մի օր հանդիպում ես այն չոր վերջակետին, որից հետո էլ տեղ չկա։ Քարոզարշավի ընթացքում ներկայացվել է դրականը, բնականաբար իշխանությունների կողմից, որքանով դրան կդիմանան քննադատության, նույն տնտեսությունը վերցնենք։ Դուք տնտեսագետ եք, ինքներդ հրաշալի պատկերացնում եք երկրի իրավիճակը։ Մեր տնտեսությունում ռեսուրսներ չկան այլևս, բոլոր ռեսուրսները սպառված են։ Եթե մենք դիտարկում ենք մեր ռեսուրսները այն տեսանկյունից, որ կարողանում ենք կազմել բյուջե, կարողանում ենք հավաքագրել հարկային եկամուտներ, բայց որտեղից ենք հավաքագրում։ Արդյոք իրական գործող տնտեսությունից։ Միթե տնտեսությունում կան ռեսուրսներ, եթե կան, ապա ինչու է 60%-ով կրճատվել օտարերկրյա ներդրումները։ Ինչու 2 միլիարդ դոլար երկրից արտահոսել է այս վերջին 1 Ինչու է մեծացել արտաքին պարտքը։ Ինչու է մեծացել արտաքին պարտքը։ Արտաքին պարտքի խնդիրը իրականում այս երկրի համար շատ սուր է դրված, որտեղ մեր արտաքին պարտքը ճիշտ է չի հասել այն կարմիր եզրագծին 60% եւ ավելի, բայց հետամնաց երկրի համար, որը ունի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվների բացասական մնացորդ, որտեղ օտարերկրյա ներդրումներ չեն արվում, որտեղ երկրի պետական պահուստները համալրվում են օտարերկրյա վարկերի հաշվին եւ ֆինանսավորվում այդ պետական ծախսերը ուրիշներից վերցած փողերի հաշվին, այդ երկիրը չի կարող եւ չունենալով համապատասխան տնտեսական աճ, աշխատատեղեր, համախառ ներքին արդյունքի աճի հնարավորություններ, մենք չենք կարող այդ պայմաններում երկար գոյատևել, պետական բյուջեի եկամուտները ամբողջությամբ մսխել, փոշիացնել, անընդհատ մտածել դրամի էմիսիայի միջոցով մեր տարբեր այդ պակասուրդները փակելու մասին, այս պարագայում մենք կունենանք միայն քայքայված երկիր եւ քայքայված տնտեսություն։ Իրավիճակի փոփոխություն դուք որքանով եք իրատեսական համարում։ Ես իրավիճակի փոփոխությունը միշտ կապում եմ քաղաքական այրերի կամքի հետ։ Այլ ճանապարհ չկա։ Ուղղակի պետք է մի օր իշխող կուսակցությունը հասկանա, որ իր վերարտադրությունը աղետ է այս երկրի համար եւ կարողանան ժամանակին հետ քայլ կատարել եւ թողնել, որպիսի ժողովուրդը կատարի իրական ժողովրդավարական ընտրություններ։ Մեր երկրի կառուցման պետական շենքի կառուցման հիմքը պետք է լինի ամուր, իսկ այդ հիմքը ժողովրդավարական ընտրություններն են։ Այլ ճանապարհ չկա։ Ինչ է կարծում, քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ընդունել իր պարտությունը։ Գիտեք, ես կուզեի, որ մի քիչ մեծամիտ տոներով նրանք չնայեին այդ հարցին, դա չհամարեին պարտություն, այլ համարեն ձախողում։ Եվ ձախողել կարելի է ցանկացած ժամանակ եւ դա նորմալ է, երբ որ քաղաքական ուժը ձախողում է, ձախողելու հիմքերը իրենք են դրել, իհարկե պետք է ընդունեն իրենց պարտություն, եթե այդպես համարենք, որտեւ եթե իշխանության ես գալիս բռնի ուժով, մարդկանց արյան գնով, ընտրությունները կեղծելու, ընտրակաշառքներ բաժանելու ճանապարհով դու արդեն ձախողված ես։ Էլ ինչ ուզում անես, քո ձախողման հիմքերը դրել ես։ Հետագայում քո բոլոր քայլերը գնալու են սպասարկելուն այդ ձախողման քաղաքականությանը։ Հետևաբար լավ կլինի, որ այս իշխանությունները այս անգամ գոնե առաջնորդվեն իրենց գրպաներից դուրս բերած շահը դեն նետեն եւ առաջնորդվեն այսպես կոչված պետական
ազգային շահով։ Այս դեպքում մենք կշահենք բոլորս, եւ իրենք, եւ բոլոր նրանք, ովքեր պայքարում են նրանց դեմ։ Այսօր համատարած բոլորը խոսում են, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է բնականon իշխանափոխություն։ Դրա նախադրյալները դուք տեսնում եք այսօր։ Ես դրա նախադրյալները ուզում եմ տեսնել։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունները հատկապես նրանց խոսնակի ազգային ժողովի փոխնախարարի ասածը, որ ով է կասկածում, դա շատ զայրացուցիչ էր ու շատ տխուր, երբ որ մարդը իրեն թույլ է տալիս այդպիսի արտահայտություն, ով է կասկածում, ինչ է չենք հասկանում, թե ինչու չպիտի կասկածենք, ամոթ է այդպիսի արտահայտություն անելը։ Ես կարծում եմ, որ պետք է ուղղակի համակերպվել այն կարծիքի, այն մտքի հետ, որ ի վերջո ժողովրդավարություն կոչվածը ամրագրված է նաև մեր սահմանադրությամբ։ Եկեք բոլորս հարգենք մեր սահմանադրությունը եւ գործենք հանուն սահմանադրության, իշահ սահմանադրության, իշահ հայոց պետականության։ Շնորհակալություն Սուրեն Կարվելու համար։ Հիշեցնեմ այսօր մեր զրուցակիցներ Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը, կհանդիպենք։